Դերոջը շնորհքը եւ խաղաղությունը մեր բոլորին վրա լա։ Սկսենք երգելով 215-րդ երգը հոդնգայս մինչ մարիթակույրը գասնի։ Մոդիե գուրով պրգիչի Քեզի շատ գարոդեն Հանթեպ ինձի ամուսեր Ջոխաբես վայելեն Գարոդեն մեն մի վարգյան Արանցին դխուրեն Երբ հարցագի Չարսադանան Քեզի հետ գախտեն Մոդիե գուրով պրգիչին մի թողուր երբեք զիս Երբ կադաղի ձողունալիք Սպարնանավագիս Կիդեմ գրնաս տունով դեր Սաստել պուրմրիգին Եվ կուցայնիտ նազանթեցնել Ալիքներնով գյանին Մոդիե գուրով ներ Հիսուս Միշտ քեզի գարոդեն Հիվանդությանց ցավիադեն Ավելի քեզ գուզեն Ջամփասը լաձագավետ Արևի դակ բայցար Եթե ինձի չառաջնորդես Վտանգ կանթաթար Հզոր պրգիչ մոտ եղիր Գարջյանքիս վաղճանին Զիտուն անցար մահվան շուքեն Լայն պացիր թուն գյանքին Թակմը կլխուստ երկենամ Պրգելոց խումպին մեջ Կուսուրպ անվան ով դեր սամոս Բիտ երկեմ ես անվեջ Ամեն Մինչ ոտքի ենք Բիդի գարթամ Մատյոս 26-րդ գլխուն Առաջին 16 համարները Երբ Հիսուս լմնցուց այս բոլոր խոսքերը ըսավ իր աշակերտներուն Գիտեք թե երկու օրեն հետո Զադիկը պիտի ելլա եւ որդի մարդու պիտի մատնվի խաչը ելլելու Նույն ադեն քահանայապետները ու թբիրները եւ ժողովրդին ձերերը ժողովեցան քահանայապետին սրահը որուն անունը Գայափա էր ու խորհեցան նենքությամբ բռնել Հիսուսը ու մերձնել Բայց կսեին թե ոչ տոնի ադենը որբեսի ժողովրդի մեջ խռովություն չլա Երբ Հիսուս Փեթանիա էր Փորոց Սիմոնին դունը գին մի եկավ անոր Ան ուներ ձանրակին յուղի շիշմը Յուղը թափեց Հիսուսի գլխուն վրա Երբ ան սեղան նստած էր Անոր աշակերտները տեսնելով փարգացան ու ուսին Ինչու այս կորուստը Քանզի այդ յուղը գրնա սուղ քինով ձախվիլ ու աղքատներուն դրվիլ Հիսուս իմանալով ըսավ անոնց Ինչու անհանգիստ կնեք գինը
Անիգա բարիքորձ մկորձեց, վասնզի աղկադները ամենադեն ցեզի հետ ունիք, բայց զիս ամենադեն չունիք։ Անիգա որ այդ յուղը իմ մարմնիս վրա թափեց, իմ թաղումիս համար ըրավ։ Ճշմարիտ գսեմ ցեզի թե բոլոր աշխարհի մեջ, ուր որ այս ավետարանը քարոզվի, ադոր ռածնալ պիտի բադմվի իրեն հիշադակ լալու համար։ Այն ադեն 12-ին մեկը որ հութա իսկարով դացի գոչվեր, քնած քահանայապետներուն ուսավ, ինչ կուտակ ինձի, որ ցեզի մատնեմ զանիգա, անոնք 30 սիգղ արձած խոստացան անոր, անգե հետո բադեհություն կփնտրեր, որբեսի զանիգա մատնե անոնց։ Դերորդներ խոսքին ընթերցումը, գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով առաջնորդ է։ Ով դեր այս երեգով կումեցապարության դարչև գխոնարինք և սրդանց պարկ կուդանք, որ քեզի բես դեր ունինք, որ մեզ սիրեցիր անչապելի սիրով և մեր պրգության համար աշխար եկար, որբեսի մեր մեղքերուն քինը վճարելով մեզի կյանք շնորհես։ Այո դեր մեղքին վարձկը մահեր և մենք մեղքեր կործեցինք, մենք քեզի թեմ ապստամբեցանք, մենք քեզ մեհերացանք, բայց դեր դու մեզ սիրեցիր այդ վիճակի մեջ, հուսերդ ստիպեց, որբեսի աշխարհ քաս և դեր մեր մեղքերուն քինը վճարես, մեր մեղքերը քու վրատ առնելով խաչապայտին վրա քամես, և այսպեսով մենք կատարյալ փրկություն, ազատություն կդանք։ Շնորհակալ ենք դեր և որքանալ փառք դագավին քիչ է, ինչ որ ըրած ես և դագավին գնես մեր կյանքերու մեջ է միջոցով։ Այո դեր մարդուն համար փրկության միջոցը միայն թուն գրնայր ըլլալ։ Ոչ մեկ միջոցով մարդը գրնար ինքզինքը փրկել և դեր բարելավվեր և քու առջևդ ընդունելի դառնար, բացի քու կատարած զոհությունդ։ Այո դեր թուն աշխարհ եկար, որպես ամեղ քառնուկ աշխարհի մեղքը վերցնելու համար։ Եվ շնորհակալ ենք դեր այս հատուկ բավան մեջ գիտակցությամբ եկած ենք, հավաքված ենք մեր սրտի շնորհակալությունները հայտնելու և քեզմե օրհնվելու և այն ճշմարտությունները զորգուզես մեզի փոխանցել խոսքիդ միջոցով հասկանալու, ընդունելու, այո դեր փառք կուտանք, որ մեզի այսպեսի առիթներ կշնորհես, կհավաքվենք քեզ բաշտելու, քեզ հետ հաղորդակցելու, փառք կուտանք, որ դու մեր փրկիչն ես, մեր թագավորն ես և մեր դերն ես։ Գաղութենք ով դեր այս օրերուն մինչ քրիստոնյա աշխարհը կհիշադակե այն գործը զորթուն գադարեցիր գիհիշեն ամեն օր, գաղութենք որ քո հոգիդ գործե մարդոց ներսիտին անոնց սիրտերու մեջ, որբեսի իրապես հասկանան քու սերդ և ջաշակեն փորձարապար հասկանան և ընդունին քեզ որպես փրկիչ, հասկանան որ դու որպես փրկիչ աշխարհ եկած ես և ոչ թե հրաշքներ կատարելու, լավ ուսուցումներ տալու, հապա եկած ես մարդոց մեղքերուն քինը վճարելու։ Ուստի գաղութենք որ դեր այս վերջին օրերուն մեջ շատեր արթնան և քեզ ընդունին որպես փրկիչ։ Այս պաշտամունքը օրհնես դեր, խոսքիդ մատակարարություն օրհնես և ըլլա որ դեր մենք ալ մինչ կհիշենք մեր ուխտերը նորոգելով, մեր սերը ով դեր քեզի հանդեպ ավելնալով այս սրահեն մեկնինք և իսկապես ով դեր մեր կյանքերը, մեր սրտերը քու ուզածիդ պես լան, որբեսի քու անունդ փառավորվին մեր կյանքերու մեջ և միջոցով։ Հիշե մեր բոլոր սիրելները, որոնք բացակայ են, զանազան պատճառներով չգրցան գալ, բոլորին հետ լաս և այս օրհնություններեն անոնցալ բաժիններ վերցնես։ Փառքիդ համար կխնդրենք։ Ամեն։ Ամեն։
Երկենք 123-րդ երգը Պրջիս պազուկներուն մեջ պիտի հաչի հոգիս անոր սիրուն տրոշակը պիտը լահովանիս ռեշտակային երկի բես ցայն մերնից կուկա Քաղցր հրջվան կուդան Պրջիս պազուկներուն մեջ պիտի հաչի հոգիս անոր սիրուն տրոշակը պիտը լահովանիս հոն աշխարհիս հոգերը Zis çengenar negen Satanayin rabuyra Al çengenar taben Os kiçman aşkadanka Kiçman al portsutyun Kiçman atsam yeviştka Terkiç malarçun Părçis pazuknerun meç Bidi hamçi hokis Anor sirun troşagı Bide lavanis Iisus katsır abastas Samar mera Alaysa şarjemin ra Uysa sasafı veca Antor hoske spasem Yes minç kişerna ansli Yev voskeren yezrin ra Ayk Pazuknerun meç Bidi hapçi hokis Anor sirun troşagı Bide lahovanis Մեր հաջորդ երգը պիտի լա 51, որուն երրորդ դունը զանց պիտի անենք Պերներու տակ ինգած օգնոմը չունիս Պերներու տակ ինգած օգնոմը չունիս Անտապնը ծավակցող չունիս Կաչներոքնա ճամփորդ միշտ առաջ գնա Ուրախացիր կանզի դեն գահասկնա Դեն գահասկնա լավակույն գնե Դես կսե եգուր ինձի և հանչեր Աբական դերոջ տոք որ բերըտ վերնա Ուրախ և գամդախուր դեն գասկնա Զանրություններ բոլոր Հիսուս կվերցնե Եվ գոհոքա միշտ կեզ պետք էր գլեցնե Կյանքի գիզից շավին շատ լավ գիտենա Քաչներ վաղյալ ճամփորդ դեն գասկնա Դեն գասկնա
չէ Աբական դերոջ թող որ պերըտ վերնա ուրախ և գամդախուր դեն գահասկնա Հիսուս կսե եգուր ինձի և հանչե Խորթու պորթե ճամվադան միշլավ գնե Աբական թո դերոջ առաջ թուր կնա Ուրախ և գամդխուր դեն գահասկնա Դեն գահասկնա լավակույն գնե Դես կսե եգուր ինձի և հանչե Աբական դերոջ թող որ պերըտ վերնա Ուրախ և գամդխուր դեն գահասկնա Մեր վերջին երկը բիդելա 34-րդ երկը, որուն առաջին, երրորդ, չորրորդ և հինգերորդ դուները բիդի երկենք Երբ նայեցա այն աղբյուրին Երբ նայեցա այն աղբյուրին, որ բացված էր մեղքիս, հետևեցա օգնույն ցայնին, որ հարցուց կմաքրվիս, գկովեմ զայն, Թող կովեն զայն բոլոր ասկեր, զիանոր արյամ գսրբվին։ Բայց երբ սիրտս մտավ հոգին, փոցավարեց կրակով զայն, գուդաման վերջ պարկարդուգին, անթիպարկիր սուրբ անվան։ Գկովեմ զայն, պարկ մորթված կարնուգին, թող կովեն զայն բոլոր ասկեր, զիանոր արյամ կսրբվին։ Գործն եմ անուն ես Հիսուսին, ուրախ եմ զիս արավներս, խավարեն զիս անցուց լույսի, ներեց բոլորի մեղքերս։ Գկովեմ զայն, պարկ մորթված կարնուգին, թող կովեն զայն բոլոր ասկեր, զիանոր արյամ կսրբվին։ Փառք Ավիդյան հորն Աստուծո, փառք և որդրույն Հիսուսին, փառք գլահոքույն սրբո, փառք բադիվ երորդության։ Գկովեմ զայն, փառք մորթված կարնուգին, թող կովեն զայն բոլոր ասկեր, զիանոր արյամ կսրբվին։ Գուզեի հիշեցնել, որ վաղվան երեկոյան ժողովը պիտի լա ժամը 7:30 հաղորդության պաշտամունք և ապա ժամը 8-ին պաշտամունք,
իսկ ուրբաթ առավոտ պիտի ունենանք ժամը 11-ին պաշտամունք եւ անգեդո պիտի ունենանք հյուրասիրություն, իսկ կիրակի առավոտ ժամը 9:30-ին պիտի ունենանք արևածագի պաշտամունք եկեղեցու ներկնասրային մեջ եւ ապա պիտի ունենանք նախաճաշ, բոլորը սիրով հրավիրված եք, ժամանակ ուզենք հովիվին դալ, տեսնենք դերը ինչ ունի խոսելու մեզ մի ամեն մեկուն։ Աստուծո փառք կուտանք, որ Տեր մեզի կյանք շնորհեց եւ այս տարի եւս գիշադագենք մեր փրկին խաչելությունը այս ավակ շաբթվան տածքին չեմ գիտեր եթե պիտի ուզեք որ Հիսուս քար եւ մեզ իր քով առներ եւ մեր վերջնական հանգիստը մտնեինք չեմ գիտեր եթե գլուխնիդ կշարժեք բայց բոլորը չէ Երանի թե պատրաստ լանք որովհետև դերը ովևէ ադեն գրնակալ այնպես որ փառք կուտանք որ գաբրինք իրմով գաբրինք եւ գշնչենք եւ երբ որ մեզի դերը արիտ կշնորե իրեն հետ կքալենք եւ իր խոսքով մեր հոգիները կսունուցանենք հատված պիտի գարտամ Հովանու ավետարանին 9-րդ գլուխեն ներողություն 18-րդ գլուխեն մեգեն 9 համարները Հովանու 18-ը մեգեն 9 համարները պիտի գարտամ ուր ավետարանի չայսպես կսե Հիսուս այս բաները ըսել են յետև իր աշակերտներուն հետ մեկտեղ գետրոն Հեղեադին Անտիգոմ ելավ ուր բարդեզ մգար որում մեջ մտավ ինք ու իր աշակերտները եւ հութալ որ զանիկա պիտի մատներ քիդեր այն տեղը Վասնզի Հիսուս շատ անգամ իր աշակերտներուն հետ մեկտեղ հոն ժողված էր Ոստի հութա զինվորներուն քունթը ու քահանայապետներեն ու փարիսեցիներեն սպասավորներ իրեն հետ առնելով այնտեղ եկավ չահերով ու լապտերներով եւ զենքերով նշմարեցիկ հութա որուն հետ եկավ զինվորներուն հետ գղերական տասագարդ մնալգար անոնց հետ եկավ Իսկ Հիսուս իր վրա քալու բոլոր բաները գիտնալով ելավ ու ուսավ անոնց ով կփնտրեք պատասխան տվին անոր նազովրեցի Հիսուսը ըսավ անոնց Հիսուս ես եմ հութալ որ զանիկա գմատներ անոնց հետ գայներ էր ու երբ ըսավ թե ես եմ ետ քացին ու կեդինը ինգան եւ նորեն հարցուց անոնց ով կփնտրեք անոնք հալսին նազովրեցի Հիսուսը Հիսուս պատասխան տվավ ցեզիսի թե ես եմ ուստի եթե զիս կփնտրեք թող տվեք ադոնք իր աշակերտները որ երթան որբեսի կատարվի այն խոսքը զորինք ըսեր էր թե զանոնք որ ինձ դվիր անոց մեկնալ չգործունցուցի Այս շաբաթ ավակ շաբաթ ըլլալով ուզեմ Գարկ մգեդերու շուրջ խորհրդածել, պիտի չգետրոնանամ հատվածին վրա, հաբա մի քանի կարևոր գեդեր վեր պիտի առնենք մեր մխիթարության, մեր հոգևոր շինության համար։ Ավակ շաբաթ, մեծ շաբաթ, ավակ մեծ կնշանակե բոլորիս ծանոթ է, եկեղեցու հայրեր կողմէ այդպես կջանցվի այս շաբաթը Ինչու համար ավակ շաբաթ, մեծ շաբաթ, որովհետև մեծ անձնավորությունը, անփախտադելի անձնավորությունը մեծ գործեր կատարեց, պատմության մեջ եղած չէ։ Եվ հատուկ առաքելությունը ամփոփչացնելու համար աշխարհ եկած էր որ էր մարդուն փրկակորձությունը մեծ կորձ մգադարեց երանի թե մարդիկ հասկանան այն կորձը զոր Տեր Հիսուս գադարեց խաչին վրա մեծ մեկներ եւ գադարած կորձնալ
մեծ էր։ Հիսուսի առաքելությունը մեկ նպատակ կհետաբնթեր. մարդու փրկությունը։ Գարմը մարդիկ երբ փրկություն բառը լսեն գսրթողին, երբ լսեն Տերոջը շնորհքով փրկված եմ, չիղերնին կխանգարվի։ Ադինչ հանթկնություն է գսեն։ Ով գրնա ասել, որ ես փրկված եմ։ Ադի մեկը չգիտեր։ Միշտեր Հիսուս ճիշտ ասոր համար եկավ։ Մարդուն, մեղավոր մարդուն փրկելու համար։ Ինչ են փրկելու, մեղքի իշխանութենեն, զորութենեն փրկելու։ Մահվան իշխանութենեն փրկելու եւ նաեւ Աստուծո փարգութենեն փրկելու։ Եվ Աստվածաշունչը հստակ կնե, որ այս փրկությունը գիտակցություն է։ Քրիստոնեությունը գիտակցության վրա հիմնված գրոնք մնե, եթե գրոնք բառը պիտի կործածենք։ Հավատացյալը գիտե եւ իր փրկությունը Աստուծո շնորհքին կվերակրե։ Եվ ոչ թե ինքը փամը ըրած է, շատ խելացի է, ջարբիկ է, շատ սուրբ գիրք կգարտա, եկեղեցի կհաջախ է եւ փրկված է։ Աստուծո շնորհքին կվերակրե։ Եվ գսե առաքյալը, Հիսուս շատ անգամ ասավ. Ան որ ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Ասիկա փրկության վստահություն է։ Հիսուս ինք ասավ։ Եվ առաքյալը գսե, առաքելական նամակներու մեջ գսե, մենք գիտենք, որ մահվնե կյանքի փոխադրվեցանք։ Գիտենք։ Հովհաննես առաքյալ իր նամակներու մեջ այս կշեշտը։ Գսե, եւ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ։ Եվ այս կյանքը անոր որդվույն մեջ է։ Անոր մեջ որ ասավ ես եմ ճամփան ճշմարտություն եւ կյանքը։ Եվ այս կյանքը անոր որդվույն մեջ է։ Ան որ որդին ընդունած է, կյանք ունի։ Ասոր մեջ երբ որ մեկը գիտե թե ինք կյանք ունի, հբարդությունը ինչ գործ ունի ասոր մեջ։ Գիտակցություն է, անոր շնորհքով փրկված է։ Հիսուս ճիշտ ասոր համար աշխարհ եկավ։ Խաչը բարձրացավ, որպեսզի մարդոց հավիտենական կյանք տա։ Եվ եթե այս կյանքը, այս փրկությունը գիտակցություն պիտի չներշնչե, ինչ է մենք օթեն կախված ենք, չենք գիտեր, Երանի իրավըլլա, Հիսուս կյանք տալու համար եկած է, Երանի այդպես ըլլա, ոչ, այդպես է, այո, Հիսուսի գլխավոր նպատակը, առաքելության նպատակը մարդը փրկել էր։ Ով գրնար մարդուն փրկություն հայթայթել։ Ոչ մեկը։ Անորամար Հիսուս աշխարհ եկավ։ Հարյուրավոր տարիներ ոչ մեկ սուրբ, ոչ Ադամեն սկսյալ, Աբրահամեն անցնելով, Մովսեսեն, Դավիթեն, բոլոր սուրբերը չգրցան կյանք շնորհել։ Անորամար Հիսուս իր սերեն մղված աշխարհ եկավ։ Մեղավոր, ըմբոստ եւ անարժան մարդուն փրկություն շնորհելու համար խաչը բարձրացավ։ Տեր Հիսուս այս շաբթվա ընթացքին ինչ հատկանշական գործեր կատարեց։ Ըստ եկեղեցվո ավանդության երկու շաբթի դաջարի մակրագործությունը կատարեց, ինչպես կգարտանք Մատթեոսի 21-րդ գլուխի մեջ։ Գթելատրեմ, որ գարտակ ծեր դուները։ Դաջարին ներքին վիճակը ցույց կտա թե ժողովրդին, թե գեղերական ղեկավարներուն, գրոնական ղեկավարներուն սիրտին վիճակին։ Գարտացված հատվածի մեջ տեսանք ով եկավ բարդես, ուր որ Հիսուս հոներ
բռնելու հութա հռոմեացի զինվորները եւ փարիսեցիները լավակույն գրոնքի պատկանող հրյա գրոնականները, որոնք Մովսիսական օրենքը բծախնդրությամբ կբահեին, անոնքալ եկան փրկելու։ Ուրեմն, եւ Հիսուս, երբ որ դաջարը կմաքրե, եկեղեցու հայրերը այս պեկտությունը ուդան, որ դաջարը այն վայրներ, ուր Աստված գիչներ հոն, այն վայրներ, ուր մարդ Աստծո կմոտենար, այս վայրը մարդիկ բազարի վերածած են, արևդուրի գետրոն մրած են։ Եվ եկեղեցու հայրը շատ քեղեցիկ խորհրդապատկեր գուդան, որ դաջարը նաև քեղեցիկ խորհրդապատկեր է մեր սիրտերը եւ կյանքերը ներկայացնող։ Եվ ասիկա ճշմարտություն է Աստվածաշունչի ողջամիտ վարդապետությունը գուսուցան է այդ։ Մեր մարմինները Սուրբ Հոգուն դաջարներ են, այնպես որ Սուրբ Հոգին կփնագի եւ մեր բոլոր մարմինին անդամները պետք է դերոջը ընծայենք եւ մաքուր բահենք մեր սիրտը։ Դժբախտաբար Հիսուսի ժամանակ այդ օրերում մեջ, երբ որ Հիսուս Երուսաղեմ քաղաքը մտավ, ավետարանիչները մեկը կնկարագրե թեփը, որ դաջար քնած եւ դաջարի մեջ բոլոր մարդիկը, որոնք արևդուր գնային, դուրս հանեց։ Արդյոք այսօր Տեր Հիսուս եթե մեր դաջարներն ալքա, մեր սրտին դաջարներուն վրա ավելի գետրոնանան, քան թե արդակին, ինչ պիտի գտներ, ինչ պիտի գտներ։ Այսօր ալ շատ են թիվը անոնց, որոնք հոգևոր անվանդակ Քրիստոսի անունը գրողներուն կյանքերը եւ սրտերը լեցուն են այնպեսի բաներով, որ դերը չախորժիր, պետք է դուրս հանե։ Եվ Հիսուս խարազանով բոլորը դուրս հանեց սեղանները, բոլորը դարձուց։ Միգուցե զարմանանք սիրո եւ կթարատ ասենք կուտով, որ աղկատներուն կգերագրեր, անոթիները, հիվանդները կբժշկեր, հանգարցի մա կտեսնես ինքը խարազանը ցերկը սեղանները կդարձնե։ Հեչ կարծեք թե գապչունի ինքը չէ։ Արդար փարգությամբ դերը կորձը գադարեց եւ ասավ իմ դունս դերոջը դունը դաջարը աղոտքի դուն գոչվի։ Ուրեմն հոն ամեն փանգար ճիշտ բանեն զատ։ Տեր Հիսուս կագնգալ է մաքուր տեսնել նաև մեր սիրտերը։ Երանիտ այսօր բահմը յուրաքանչյուրս մեր սրտերուն վրա գետրոնանանք։ Ուրիշներուն սիրտերը չի խառնենք, խոշորայցուցով չդիտենք ինչ կա մեջդ, ես կուզեմ մաքրել։ Ոչ, ամեն մեկս մեր սիրտերը քննենք, արդյոք ինչպես է, մաքուր է։ Տեր Հիսուս հիմա ալ կմաքրե սրտերը եւ այսօր համար փառք ունենք, բայց ոչ ինչպես այնադեն խարազանով։ Հաբա եկեղեցու շնորհքի դնդեսության մեջ իր հոգիովը եւ խոսքովը Սուրբ Հոգին, որ մեր սրտերում մեջ կփնագի եւ խոսքը, որ մեր ցերկերում մեջ ունի, գմաքրե մեզի։ Հարցը հոժարիլ է։ Բարեխոսական աղոթքի մեջ մեր դերը չսավ, ով հայր սրբեզ անոնք քու ճշմարտությունովդ, քու խոսքդ ճշմարտություն է։ Ուրեմն մենք ալ պետք է սրբովենք։ Անոնք այնպեսի ավելի բաներ գծախեն, որ գաբ ուներ բաշտամունքին հետ դաջարի մեջ, ոչխարներ, աղավնի, ինչ որ բաշտամունքին հետ գաբ ուներ, որբեսի խիղճերնին հանկիստ բահեն, որ նայր մենք դաջարին հետ գաբ ունեցող բաներով գսպաղվինք։ Հարգարակ ասոր մեր դերը սավ, թուք ասիգա
ավազակներու վայր ըրիք։ Դերը որ սրդերը գիտե, անոնց սիրտերն ալ գիտցավ, ինչ նպատակավ այդ կորձերը գնե։ Յուրաքանչյուրը գմտածեր թե ինչպես Թրամ շահի։ Անոնք նպատակ են շեղած էին։ Ավակ շաբթվա ընթացքին մեր սորվելիք թասը այս է. Աստված կուզե սիրելիներ իմ եւ ծեր սիրտը մաքուր տեսնել։ Եվ մաքրելու համար միջոցները կա, մենք պետք է կործածենք։ Դրամատրվել Սուրբ Հոգին, որան մեր մտքերը լուսավորե եւ խոսքին հնազանդելու։ Տեր Հիսուս դաջարը մաքրելով իր բացարձակ իշխանությունը ցույց տվավ, ասելով. Իմ դունս աղոտքի դում պիտի գոչվի։ Եվ անբիդանները ասեմ արժանի են այդ անունին։ Քեշփարմը չէ անբիդան, այսինքն բիդանի չէ, անբիդան, անկործածելի չէ։ Այդ մարդիկը փամը չխոսեցան, փերաննի չիփացին։ Հիսուս երբ որ այդ արարքը հրավ, որտեվ քիծան իր բացարձակ իշխանությունով դուրս հանեց բոլորը։ Հիսուս դաջարը իր դունը նկատեց, մինչդեռ մույսները հարմար արևդուրի գետրոմը հասկացան շատ լավ, անոր համար չգրցան հագարակել։ Երկրորդ գետ մնալ գուզեմ Մին խորհրդածությունը սեզ հետ փաշնեկցիլ, ըզգայացուց արագովը մեր դերը, փարիսեցիներուն, դերոչը մերցնելու մեջ բադասխանադովությունը ցույց տվավ, արագովը, գարդամ այդ արագը, Մարգոս 13-րդ գլուխի մեջն է, և հոն այնքան հստակ է, որ գսե, Եվ սկսավ արագներով խոսիլ անոնց հետ ու ասել. Մարդը այքի դնգեց ու անոր փոլորդիկը ցանկ քաշեց եւ ըստորահանցան փորեց ու աշտարակ շինեց եւ զանիգա մշակներու հանցնեց ու ինք օդար երգիր մկնաց Եվ ադենին ծառա մղրգեց մշակներուն որբեսի մշակներեն այքին բդուղեն առնե իսկ անոնք Փռնեցին, ձեծեցին զանիգա ու բարապ ճամպեցին։ Նորեն ուրիշ ծառա մնալ ղրգեց անոնց եւ զանիգա քարգոծելով գլուխը վիրավորեցին ու անարգված ճամպեցին։ Եվ դարձյալ ուրիշ մղրգեց ու զանիգա սպաննեցին եւ շատ ուրիշներ ալ ղրգեց, որոնց մեկ քանիները ձեծեցին ու մեկ քանիները սպաննեցին։ Ուստի լավ մտիգրեք Ինչ ըզգայացունց արագ մնա այս։ Ուստի սիրելի որդի մնալ ունենալով, վերջապես զանիգալ ղրգեց անոնց, ասելով, թերևս ամճնան իմ որդի ես, բայց այն մշակները ասին իրարու, ասիգա է ժարանքը, եկեք զանիգա սպաննենք ու ժարանքությունը մերելնա, և բռնեցին զանիգա ու սպաննեցին և այքի են դուրս հանեցին։ Ուստի այքին դերը ինչ պիտի անե, պիտի կա ու գործընծնե մշակները և այքին ուրիշներուն պիտի դա, Եվ այս քիրը չեք կարդացեր, թե այն քարը զոր շինողները անարգեցին, անիգա անգյունին գլուխը եղավ, ասիգա դերոճմեն եղավ եւ զարմանալի է մեր աչքերուն եւ գփնդրեին թե ինչպես բռնեն զանիգա բայց ժողովուրդեն բաղցան քանզի իմացան որ այն արագը իրենց համար եղավ իմացան հասկացան անոնք շատ լավ հասկացան որ արագը իրենց համար եկավ։ Ճիշտ է, դե մգարտացինք, Հիսուս խաչվելու եկավ, այս բանը աստուծմե եղավ, սակայն մարդը պատասխանատու է իր կործած ոճիրներուն։ Եվ եթե տեսնենք պատճառները, որոնք մղեցին փարիսեցիներուն Հիսուսը սպաննելու, հիմա եթե
նկատեցիք դերմը պիտի բռնեին, բայց կսե ժողովուրդեն վախցան, խելացի են, հաշիվնին գիտեն, ժողովուրդեն վախցան։ Ինչն է պատճառը, որ մղեցին այս մարդոց Հիսուսը սպանելու։ Մի քանի գեդեր ծեր ուշադրությամբ պիտի անցնեմ։ Առաջին պատճառը եւ պիտի տեսնեք որքան իրական է մեր ներկա քրիստոնյա աշխարհին վիճակին հետ ճիշտ նույնն է։ Առաջինը հոգևոր դքիդությունը այս է։ Չգիտան թե իրենց մեջ եղողը Աստված էր, Մեսիան էր, եւ իրենք ըստ մարգարեություններու գիտեին, Հերովդես թագավորին չսին, ահա այսպես գրված է, երբ որ թագավոր Սավուր պիտի ծնի գանչեց, ես ալ երթամ երկրպագությունը, իրենք մարգարեները մեջբերում էին, այսպես գրված է, այո, գիտեին, բայց դքիդության մեջ մնացին եւ այսպեսով մատնեցին։ Երկրորդը տասնյակ դարիներ Աստծուծմե հերու մնացին։ Աստծո խոսքեն, ոտնագողրին օրենքները։ Եվ երբ Աստծո վերապերյալ խոսքերով գարդահայտվեր մեր դերը, գսրթողեին։ Դերմը եկած էր, որալ այս մարդիկը Աստծո բադվերները, կանոնները գանարքեին եւ իրենց ավանդություններուն գարչած կմնային։ Դեր Հիսուս շաբաթօրը մարդ մը բժշկեց, սրտողեցան, ատքայն միտքը խավար, մարդ հոսքը ասնի, շաբաթը բղձեց, այո, բայց մարդը կյանք ունեցավ, ապրեցավ, ցերկը չորցած մարդուն, երբ ժողովարանի մեջ նստած, ցերկը չորցած մարդուն գանչեց, մեջտեղը գայնեցուց, հարցուց, ինչ կսեք, շաբաթօրը բժշկելը հարմար է, թե ոչ ցկենք չորցած հիվանդ մնա, գգարտանք, որ լուր գեցան, ինչ սոսկալի է աս մտքի գուրությունը, սոսկալի է, ինչպես է Սիրագյորը, ամենակեշփանն է, երբ որ մարդուն միտքը գուրնա, շատ քեշ է, եւ հոս Հիսուս դեսան հրաշները, լեցուն հրաշները, ոչ թե միայն հոս որ արձանագրված է, հրաշները դեսան, եւ իրենք ասին, մեկը չգրնար այս հրաշները գադարել, եթե Աստված անորետ չլա, սակայն խոսքերը դեսան, խոսքերը Աբրահամի ըլլալ են առաջ եմ ես, շաբաթը չի բահեր, մեր ավանդություններուն թեմ գտպնա գարձես թե գհասկնա, մեզ այնպես մգուսուցան է, որ մենք մեր ավանդություններեն հրաժարինք, և այս բոլորը գշիրքի վրա թրին, և ասին, այո, հրաշներ գնե, բայց ասոնք չի հարկեր, խաչը հանե, մտքի գուրությունն է, ինչպես ասած եմ, միշտ պիտի ասեմ, միջև այնելն, որ դերը ինձի կյանք կուտա, քաղաքապարաբաշխությունը և ավանդաբաշխությունը մարդուն միտքը գուրցնե, գույր գնե, խավարի մեջ կկալե, դրամապանություն ըսված պանը մարդուն կովեն այլևս չես կպնդրես չի գա, դրամապանություն չի գա, անոր համար այս էր պատճառը, որ չգրցան դեսնել, հոգևոր դքիդություն, ավանդաբաշ քան թե աստվածասեր, դաջարասեր էին աս մարդիկը, դաջարասեր էին,
Երբ մեկը դարիներ աստվածային ճշմարտություններ չէ լսած եւ հանգարց գլսե գսկսի սրտողին այո մենք ագանադես կդառնանք խոսակցության ադեն գսես 40 տարի է ասφակ փամբը լսած չեմ ասի ուրդեղ են եկավ հոս աստուծո խոսքեն մարդը դարիներ լսած չէ ուրիշ բաներ լսած է անոր համար այս վիճակի մեջ մատնվեցան եւ Հիսուսը խաչ անեցին գրոնական զայրայեղություն հոգևոր աչքերդին գուրցած էր անոր համար Եսայի մարգարեությունն ալ ըրավ այս բոլորը տեսնելով պիտի տեսնելով պիտի չտեսնեն աչքով ֆիզիկապես պիտի տեսնեն, բայց ներքին աչքերը գույր։ Ներկա անվանի քրիստոնյաներում մեծամասնությունը վարակված են այս աղտով, դժբախտաբար։ Աղոտ կսեմ իշտ, որ Աստված այցել է, մտքեր լուսավոր է, սիրտեր լուսավոր է։ Դարձյալ նախանցություններ, Ստեփանոս ալ գսե, Պետրոս ալ գսե, նախանցեն Հիսուսը մատնեցին։ Հիսուսի ունեցած քիդության կնախանցեին։ Այս մարդը ուրգե ունի այս քիդությունը, ասիկա Հովսեփին որդին չէ, ասոր մայրը, եղբայրները, քույրերը բոլորը գճաշտանք, ասի ուրգե ունի, ասիկա մեր աստվածապանական թբրոցը աջախած չի, ասի ուրգե եկած է, ասի նախանցեցան։ Դարձյալ ուրիշ պատճառ մնալ իրենց քահեն աթորեն գվախնային դեղ մասած էին որ փարքի եւ թիրքի մեջ կգտնվեին ուրեմն այդ վախն էր որբեսի չգործընծնեն ուրեմն ինչ է մեր սորվելիք տասը ասոք բատպությունները ոչ թե գգրտնենք թասեր գքաղենք ճշմարտություններ գսորվինք ինչու այսպես եղավ գհարցնես եւ պատասխանը գստանանք փառք կուտանք որ Աստծո խոսքը արևենալ բայցար է հստակ է նաեւ վերջին գետ մնալ հիշեմ չորեքշաբթի օրը կարևոր տասը ուզեց սորվեցնել իրեններուն ավակ շաբթվա ընթացքին շատ կորձեր դեղի ունեցան շատ խոսքեր ստեցան շատ վիճակներ ստեղծվեցան բարականեր ստեղծվեցան եւ հոն խոսքեր ստեցան եւ չորեքշաբթի օրվա մեր ուրիշ տասնալ սորվելիք իրեններուն կարևոր տասը սորվեցնելներ Հովաննու ավետարան 10-րդ գլուխի մեջ եւ այս հաջող գգարտանք 3-4 գսե 13-4 Հիսուս գիտնալով թե հայր ամեն բան իր ցերկը տվավ եւ թե ինք Աստծուց մելավ ու Աստծուծոքով կերտա ընտրիկեն ելավ եւ հանդերձները մեկտի թրավ ուղենչակ մարնելով մեջ կփատեց յետքը գոնքի մեջ ճուրլեցուց ոդն լվայի թեփկնե ժամանակը սախուր արնեմսելով բիչի գարտամ ինչ էր սովորությունը երբ որ դեղ մգերտային մեկը պետք էր ոտկերնին լվար այսի սովորություն մներ այն ադեն ջամփաները ասֆալտ չէին գոշիկներ չգային եւ պետք է մեկը ոտկերնին լվար ասոնք նստեցան աշակերտները մեկը չելավ ես պիտելեմ Հիսուս ընտրիկեն գսեհոս ընտրիկեն ելավ ոչ թե ետքը ոչ թե գերան խմեցին հետո ընտրիկը թողեց ելավ եւ աշակերտներուն ոտքերը լվաց այս տասը սորվելու համար հավատացյալը բավական հանգրվանները պիտի անցնի թյուրուն չէ հասկացաք ինչ է տասը խոնարհության տասն է խոնարհությունը ցեզիսած է հունարեն բնակիրը շատ դժվարամարսելի է
Կարծեմ չսեմ ավելի լավ է։ Թյուրին չէ խոնարհությունը։ Քուլուխդ պիտի ձրես, ետ պիտի քաշվիս, ետ պիտի քաշվիս։ Եվ ընդրություն է։ Հոսպայց դերը այս տասը գուզե սորվեցնել։ Ապրիլը թյուրին չէ, խոսիլը թյուրին է։ Նախ խոնարհողը իր անձեն պետք է բարբվի։ Եվ Տեր Հիսուս հոս լավագույն օրինակն է տաս տվավ։ Ամենը նստեր են, գուդեն, Հիսուս թողեց և մեջքը անձերոս դրավ և սկսավ ոտքերնին լվալ։ Օրինակն է, խոնարհության տասը սորվելու համար զիջիլ պետք է, դրամատրվել պետք է, այսինքն խոնարհը ուրիշներուն օգուտը կփնտրե, միշտ այդպես է, իր անձեն հրաժարած է։ Մենք շատ անգամ գսենք, ով դեր զիս խոնար բահ է, մուսկոմե չեն գուզեր խոնարիլ ու մեր եսեն հրաժարիլ։ Աղվոր գլսվի, ով ասված ինձի խոնար բահ է։ Ասված այդպես իներուն գսե զավագս, քեզի հարցում բունիմ, հրամ է ով դեր, գուզես խոնարիլ, անշուշտ, խոնար է, ինձ մե ինչ գուզես, խոնար է, որդև խոնարությունը ընդրություն է, հոս Հիսուս մեկը չստիպեց իրեն, որ ընտրիքեն ելլե և ոտքերը լվա, նույնպես մեկը չստիպեց Հիսուսին, որբեսի քահ թողե և աշխարհ իր անձը ունայնացուց ձարայի գերբարանք արավ։ Բիդի ընդրես, հեշտ չէ, թյուրին չէ, ես էդ հրաժարի։ Ուրեմն, այս է, որ տասը դերը մեզի գուզե սորվեցնել։ Հովանես Արաքյալ այս հատվածի մեջ սկիզբը որ գարտացի, Արաքյալը կնկարագրե Հիսուսի ցերպակալությունը, անոր վարմունքը հռոմայացված հանդեպ, հրյա գրոնականներուն հանդեպ և իր աշակերտին հութային, երբ որ ցերպակալեցին։ Եվ այս կհիշեցնե մեզ Եսայի մարգարեն ըսած խոսքերը։ Ինչ կսեոն, գարտամ, մեզի ծանոթ 53:7 գսե մորթվելու դարվող ոչխարի պես ու իր խուզողներուն արջև մունչ գեցող մաքիի պես փերանը չբացավ, ճիշտ այդ եղավ, երբ որ զինքը բռնեցին, որտև հեզեր։ Այնպես որ Հովանես Մկրտիչալ գսե, ահա Աստուծո քարը, քարնուկ է։ Այս վիճակը երբեք դգարություն չէ, երբեք, հաբա սիրով լեցուն սիրդի մարդահայդությունն է, Հիսուսի սիրդը լեցուն էր սիրով, հեզությունով լեցուն էր, ուրիշներուն սիրույն լուր գեցավ մեր դերը, և այդ ուրիշները ես և թունես, փոլորս ենք, ուրիշներուն սիրույն, ոչ թե իրանցին համար լուր գեցավ, քեզի համար, ինձի համար, լուր գենալով փրկության ջամփան բացավ, և այս խոնարհություն կբան չէ, խոնարհություն, սորվինք Տեր Հիսուսե ուրիշներուն սիրույն զոհողություններ կատարելու, Հիսուսի առաքելությունը իր բոլոր մանրամասնություններով ուրիշներուն համար էր, ուրիշին համար աշխարհ եկավ, ուրիշին համար ծառայեց, խոսեցավ, ուսուցանեց, մահ ճաշակեց, մեռավ, թաղվեցավ և հարություն արավ, բոլորը ինձ և քեզի համար, ուրիշին համար։ Թող այս օրերու մեջ մենք ալ սորվինք հեզությամբ ապրիլը ու զիրար սիրելը։ Ամփոփելով ուրեմն այս երեք գեդերը դերը գուզե որ մեր դաջարները մաքուր տեսնել։ Գոհոժարիս
Սկսե։ Նաև հոգևոր դքիդության մեջ չաբրիլ։ Հոս ժամանակն է մարդիկ աստվածային ճշմարտությունները հասկանալու, գիտնալու։ Ամոթ է հոգևոր դքիդությունը։ Բաց միտքդ գարթա Աստծո խոսքը։ Այս տասնալ գսորվինք, որտև փարիսեցիներուն այդ պատճառը, որ Հիսուսը բռնեցին, հոգևոր դքիդությունն է, պատճառները մեկը։ Եվ նաև հեզլանք, որպեսի գարենան ուրիշներուն օգտակար դառնալ։ Երբ որ իմանցիս դերն եմ, անձնաբաշտ եւ եսաբաշտ եմ, ինչպես պիտի գարենամ քեզի օգտակար դառնալ։ Ինչպես։ Այնպես որ երանի թե այս տասերը սորվինք եւ մեր ամենօրյա փորձառությունը լա։ Եվ այսպեսով դերը պիտի փարավորվի։ Դերը պիտի փարավորվի։ Գուզես Աստված փարավորվի քու կյանքի միջոցով այս երեք ճշմարտություններու շուրջ խորը։ Դերը ցեզ իր շնորհքի մեջ պահե։ Ամեն։ Պիտի վերջացնենք երկելով 120-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվի նաոտքով պիտի փակենք։ Շատ սիրեմ քեզ Հիսուս, շատ ավելի։ Շատ սիրեմ քեզ Հիսուս, շատ ավելի, այս է սրտիս փափակ, Տեր սիրելի, լսեր բաղաբանք, Տեր շատ սիրեմ քեզ, Տեր սիրեմ քեզ, շատ ավելի, շատ զորություն սարավ, աջույք ունայն, բոլոր վշտիս սաղով, դու ես տարման, այս է սրտիս փափակ, թե շատ սիրեմ քեզ, Տեր սիրեմ քեզ, շատ ավելի, թող հարցակի փորձան, միշտ առաբան, դու գուտաս ինձ Հիսուս, միշտ սփոփան, ուստի սիրեմ բրգից, միշտ շատ սիրեմ քեզ, շատ սիրեմ քեզ, շատ ավելի, անժամ վերջին շունչից, երկրներ թրջին, հասնեն ու արևել, երբ որ անցնին, ինչ պերբրանք է ինձ, դերոն սիրեն քեզ, սիրեմ քեզ, շատ ավելի, Այո Տեր Հիսուս, օգնե մեզի, որ քեզի շատ սիրենք, որովհետև դու մեզ շատ սիրեցիր,
Մեզ սիրեցիր, երբ դակավին մենք մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռածեինք։ Օգնե մեզի դեր վենգալ քեզ սիրենք եւ դեր քեզի համար մեր լավակույնը դանք, որբեսի թուն փարավորվիս մեր կյանքերու մեջ։ Օգնե դեր որ հեզլանք եւ դեր խոսքի ճշմարտությունները դեղ գտնե մեր սրտերու մեջ եւ դեր առողջ միտքով գիտակցությամբ ճշմարտաբես քեզ ճանչնալով քեզ հետ քալենք եւ ապրենք այսօրվա խորհրդածությունները դեր մեր սրտերու մեջ գնքես եւ լավոր որբես աղեք հողի մեջ ցամվին եւ բդուղդան իբարս երրորդության փառքիդ համար ամեն Ամեն